Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք 2021 թվականի մայիսի 27-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները, հարգելի գործընկերներ, տեղյակ եք անշուշտ, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին և ես կարևոր եմ համանում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, ինչ նկատի ունենք սահմանի, պետական սահմանի կահավորման աշխատանքներ, իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ, այսինքն դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողությունները իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով, իհարկե հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները դեռ իհարկե պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից։ Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ և հարցը հենց այս համատեքստում է և ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար և այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող։ Էլի եմ ասում, դեպքի առավել մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում և 6 զինվորները, զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը ըստ էության շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից և շատ կարևոր եմ համարում, որ այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում, ընդ որում կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը, նաև միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և սա այն պարագան է, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում միջազգային լծակները իրադրությունը շտկելու և
կարգավորելու համար եւ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք։ Այստեղ շատ կարևոր է նաեւ, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների եւ համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի այդ թվում հայկական լրատվական տիրույթում։ Այսքանը որպես նախաբան եւ ես կարծում եմ, որ մեր հանրությունը, այո, այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետեւողական եւ հանգիստ հաղթահարենք։ Ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալը. պետք է երկու հակառակորդի երկու նպատակներ արձանագրել եւ կառավարել այդ նպատակները։ Նպատակներից մեկը արդեն ասացի, այն է, որ տարբերակա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող եւ սովորական բան։ Երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ, հրահրել ռազմական բախում իրադարձությունը ամբողջությամբ եւ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։ Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք։ Առաջինը հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, եւ երկրորդը մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց եւ սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն։ Եվ կրկնում եմ, զինված ուժերը պիտի շարունակեն կատարել Հայաստանի սահմանների պահպանության եւ ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու Հայաստանի Հանրապետության իրենց գործառույթները։ Եվ ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենևին տեղին չեն։ Այժմ ես առաջարկում եմ անցնել մեր նիստի